Դուք ձեզ իրավունք եք վերապահում հանդիմանել դիմացինին, պատարագին, սխալ պատարագին մասնակցելու համար, դու գոնե պիտի իմանաք պատարագը ինչ բան է պատարագը։ Չէ, ես շատ վաղուց չէի գնացել, շատ վաղուց ու լավ այդպես ուզեցի։ Բայց եթե Փաշինյանը չասեր չէի կա այստեղ, եթե ձեր մտքով կանցներ այստեղ գալ պատարագ։ Ժամանակ առ ժամանակ մասնակցում եմ ես պատարագների, բայց չեմ չէ, այստեղ չէ։ Բայց չասեցիք է, պարոն Եղան, պատարագը ինչ է նշանակում, դուք եթե գիտեք ասեք։ Դուք գնացեք ճշտեք, լավ, հետո նոր հարցեր։ Մենք գիտենք ինչ է նշանակում կեղծ պատարագ։ Դա այն է, Եթե դուք պատարագ չգիտեք ինչ է նշանակում, դուք չեք կարող իմանալ, թե ինչ է կեղծ պատարագ։ Դուք որից վերջում հաղորդություն են ստանում հավատացյալ ժողովուրդը հոգևորականից ձեռամբ։ Բայց ինչ է նշանակում պատարագ գիտեք։ Հիմա եթե դուք գիտեք, դուք ասեք, մեկ էլ ենք աստվածաբան։ Բայց այստեղ քաղաքական հարցեր չեն քննարկում, այստեղ աստվածաբանական հարցեր են քննարկում։ Որովհետև ձեր քաղաքացիները որոշել են, որ այս մարդը կարգալու մտել է հոգևոր դաշտ։ Ես չեմ որոշել, ես նախ ասում եմ, մի րոպե։ Հոգևոր դաշտը սխալ է արել։ Դուք падգամավոր եք, ես մի հատ ընդհատեմ, հետո շարունակեք։ Չես նկատում, որ ես բոլորը խեղաթյուրում են, վատ երևույթներ են ստեղծում, ոչ ազգանպատ, ոչ հայանպատ, ոչ Ուրեմն դուք չեք իմանում կաթողիկոսն ով է, Նիկոլ Փաշինյանը, ներողություն, դե լսեք, երիքա ստերը բանանելով հայտարարություններ անեք, Նիկոլ Փաշինյանը, ներողություն, Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ եկեղեցին, ասում է եկեղեցու քահանաները, կաթողիկոսը լրիվ արտադրամաս են սարքել եկեղեցիներ, բիզնես են անում, հենց փաստեր ունեն։ Հայաստանի հանրախանութը, որ 50 միլիոն խաբելեր են կաթողիկոսեր, ինչ տեղակալ անուն ինչ է, որ հեռուստացույցերով, բաներով մարդուն քցեց, վերցրեց, կճոյանա չեմ մանում, տարավ բան արեց, բրլյանտի գործի համար, բա դա եպիսկոպոս է, հա? Կաղա դուք եք Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն չէ, եկեղեցի, բանը, կաթողիկոսը, Առաջ ես հեռը համբյուրում էի, ամեն ինչ անում էի, բայց որ իմացա, որ տենց բանա, այդ բանից հետո կամ մի բան ասեմ, իմացա, որ երեխա ունի, կարող է սխալ ասում, սուտ ասում, կարող է թամ հետներ քնեի նրա հետ, որ տենայի, այդ ես պատմություն, երեք եղավ, երկրորդը կաթողիկոսին, հելը մի հատ նայեք, ձեր միմիկաները, կաթողիկոսին այդ պահին, որ ազգային ժողովում սպանդա եթում, կաթողիկոսի դեմքին հելը ուշադիր նայեք, դեմքի միմիկա կա թե չէ, ցավ ապրում է թե չէ։ Դա շուտ է, դա 99 թվին է։ Հասկաց հետ ինչ կապ ունի։ Կարող է գողն ու դուրս ընկածները հետո դզվեն մարդ դառնան։ Էդ է իրանց արյանն է, չէ՞ դա իրանց նպատակը։ Ինչու՞ եք դրանից հետո ձեր հետ միմիկաները տեսել եք, ձեզ դուր չի եկել։ Ինչ որ մի քանի տարի նրա ձեռքը համբուրել եք, չէ՞, հետո այս վերջերս համբուրել եմ, հետո իմացա, որ պղծել է եկեղեցին, դավաճանել է Քրիստոսի եւ ժողովրդի կապը չի պաշտպանում բանա։ Ինչ Այո, որովհետեւ մաքուր տղա է, որովհետեւ Քրիստոսն է իրան ուղարկե, որ այս վիճակը ստեղծվի, որ նոր մաքրվի այդ ամեն ինչը, մարդ զզվում է հետները խոսի, որովհետեւ բոլորը բիզնես են սարքել, բոլորը փող են աշխատում, արտադրամաս են սարքել։ Եկեք իրականություն խոսեք, եկեք իրական կյանքի հետ հաշվի նստեք, ոչ թե բան եք անում, որ մի հատ խեղաթյուրեք, մի հատ մի բան ասեք, որ ուրիշ թարթ ներկայացնեք, այդպես չէ։ Փաշինյանին ասել, որ կաթողիկոսը երեխա ունի, շատ վստահ ասում եք փաստեր ունենք։ Դու ես ասել։ Բանես անում ինքը չի ասել, լսում ես, անգլիական ցերուի փաստաթղթերը իրեղ են ապացույց, որը գրացան, ներողություն եմ խնդրում։ Ամեն ինչ ես եմ, այո, ես եմ։ Սուտը բանան է, Քրիստոսն է ձեզ կպատժի։ Հասկանում ես, որովհետև սուտը հերուրանները տալացելով ինչի եք հասնում, համոթը ազգանպաստ գործեք, հայանպաստ գործեր արեք։ Աստված այս պատարագը ընդունի, երբ կեղծ։ Ընդունում է Աստվածը, մաքուր ձևով, որ մենք գալիս ենք ամեն ինչն էլ ընդունում։ Կարգաղույթը, հայանպաստ գործ արեք, ազգանպաստ գործ արեք, ոնց լրիվ ուրիշի թշնամիների ջրաղացին եք չունեցնում։ Ինչ որտեղից եք եկել։ Ինչ Որտեղից եք եկել։ Ես տեղից եմ եկել։ Դա թող խոսամ էլի, խոսներս էլի։ Լսեք։ Ուրեմն մի խեղաթյուրեք, ազգանպաստ գործ արեք, որ դուք էլ ձեզի հայ զգաք։
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։